Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին։ Տաղավարում հյուրընկալում ենք բավականին փորձառու անհատների, ովքեր կիսվում են իրենց գիտելիքով, փորձառությամբ եւ ամենակարևորը ոլորտի հետաքրքիր իրադարձություններով։ Իմ այսօրվա հյուրերին եմ ուզում մեծ սիրով ներկայացնել Լիլիթ Կարապետյան, ողջույն Լիլիթ։ Ողջույն։ Եվ Տաթևիկ Կարապետյան, Տաթևիկ ողջույն, մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին տեղեկացնեմ, որ Լիլիթը հանդիսանում է ICC Հայաստանի վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովի ղեկավարը, իսկ Տաթևիկը հանդիսանում է նույն կառույցի փոխնախագահը եւ Լիլիթը հանդիսանում է նաեւ կոնցերն դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկերը, իսկ Տաթևիկը Resolve ակադեմիայի տնօրենը։ Ոլորտները, որոնք որ դուք ներկայացնում եք, վերաբերվում է իրավունքին, մասնավորապես արբիտրաժին։ Բավականին հետաքրքիր, կարևոր ու կարող եմ այսպես նշել նաև շատ քիչ բացահայտված ոլորտ է, այնուամենայնիվ մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների համար այսօր քանդելու եւ հավաքելու ենք հենց այս թեման։ Մինչեւ իրականում մեր ժամանակահատվածը բավականին քիչ է արբիտրաժի բոլոր թեմաներին անդրադառնալու համար, բայց իհարկե մենք անդրադառնանք այն ամենակարևոր ու առանցքային հարցերին, որոնց մասին խոսելը, լուսաբանելը շատ կարևոր ու առանցքային է։ Մինչ այդ, Լիլիթ, սկսենք ձեզանից, ինչ կրթություն եք ստացել եւ ինչպես եք որոշում կայացրել, որ պետք է մտնեք այս բավականին հետաքրքիր տարբերվող մի քիչ էլ ծանր ոլորտը։ Մերսի շատ նախարավերի համար, ուրախ եմ շատ այստեղ լինել։ Ես Լիլիթն եմ, ոնց որ ասեցիք, իմ բայն մասնագիտացումը, այսպես ասած, իրավաբանությունն է, մասնագիտանում եմ ձեռնարկատիրական իրավունքի, կորպորատիվ իրավունքի, դրա ենթաճյուղերի եւ ավելի նեղ արբիտրաժի ոլորտում։ Կրթությունս Հայաստանում ստացել եմ Երևանի պետական համալսարանում, իրավագիտության ֆակուլտետում, հետո շարունակել եմ Էքսեթերի համալսարանում Անգլիայում, որտեղ արդեն նեղ մասնագիտացում եղել է միջազգային առևտրային իրավունքը ու ավելի նեղ կորպորատիվ իրավունքի ու հենց արբիտրաժի վրա մասնագիտանալու հիմնական շարժիչուժը եղել է նա, որ երբ որ ես էի սովորում արբիտրաժ, ես միշտ կատակով ասում եմ, որ ես արբիտրաժով զբաղվում էի, մինչև դա մեյնսթրիմ էր, որտեղ հիմա ինքը շատ մեյնսթրիմ թեմա է եւ հուսով եմ ոքի անգլերենով, չգիտեմ հայերենով ոնց ասեմ, ինքը դեռ շատ նոր էր Հայաստանի համար, շատ քիչ գործեր կային, շատ քիչ մարդ գիտեր դրա մասին ու հիմա արբիտրաժի մասին, որ մի քիչ ավելի մանրամասն խոսենք, ես կբացատրեմ թե ինչի, ինձ համար արբիտրաժը իրավունքի զարգացման լավագույն դրսևորումներից մեկն է, որովհետև ինքը ավելի ոնց ասեմ, ավելի բարձր իրավագիտակցություն ունեցող հասարակությունում ցույց է տալիս, որ որոշակի գործառույթներ, որը առաջանում էր պետությունը, այսօր կարող է մասնավոր մակարդակում այդ խնդիրը լուծվել, եւ դա բացառապես իրավական խնդիրների ավելի բարձր որակի լուծման կհանգեցնի եւ ոչ թե կփչացնի դրա որակը, ու ինձ համար հենց դա էր արբիտրաժով զբաղվելու ոգևորության պատճառը, որ տեսնում ես, թե ինչպես կարող է իրավական տրադիցիոն, օրինակ վեճերի լուծման մեխանիզմները, ոչ տրադիցիոն ձևով կարգավորվեն, ու ինչ հետաքրքիր լուծումներ այդ կարող է առաջանել։ Այդքանը։ Շատ լավ, Տաթևիկ, ձեր ճանապարհը ինչպես է սկսվել եւ ինչպես եք մուտք գործել այս ոլորտ։ Շնորհակալ եմ շատ հրավերքի համար, նախ նշեմ, որ իմ կարիերան մի քիչ շատ ավելի ուշ է ձևավորվել իրավունքի ոլորտում, որովհետեւ առաջին մասնագիտությամբ լեզվաբան եմ, ավարտել եմ Երևանի պետական համալսարանը, այնուհետև պաշտպանել եմ բանասիրական գիտությունների թեկնածու եմ, որից հետո որոշել եմ, որ միանամ իրավունքի ոլորտին, որտեղ գիտական հետաքրքրություններս համեմատական գրականության մեջ իրավաբանություն եւ գրականություն փորձում էի համատեղել։ Դրանից հետո, երբ որ պաշտպանեցի, արդեն որոշեցի միանալ Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի երկրորդ մասնագիտությանը։ Այնտեղ սովորելուց հետո կրթությունը շարունակել եմ Թուրինի պետական համալսարանում, եվրոպական իրավունք, այնուհետև Չիկագոյի Քենթի համալսարանում, իրավունքի համալսարանում մագիստրոսական ծրագրի շրջանակում Դրանից հետո երկար փնտրտուքների մեջ է, որտեղ այդ ընթացքում ունեցել եմ դատական պրակտիկա եւ երկար ժամանակ աշխատել եմ դատարանում եւ իրավունքի ոլորտում ինձ միայն ու միայն պատկերացնում էի վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների շրջանակում աշխատելիս
Եվ մասնագիտացված դասընթացներ եմ արել Նյու Յորքի արբիտրաժային կենտրոնում եւ Լոնդոնում գործող իրավաբանական հաստատությունում, որը որ տրամադրում է մասնագիտացված դասընթացներ արբիտրաժի ոլորտում։ Այնուհետև տեղական շրջանակում աշխատել եմ ներպետական արբիտրաժում որպես արբիտր, որից հետո արդեն Դուբայի արբիտրաժային դատարանին եմ միացել որպես արբիտր եւ ներկայումս էլ այնտեղ եմ աշխատում։ Շատ լավ, բավականին հարուստ ու բավականին այսպես հագեցած ճանապարհ է։ Հիմա ուզում եմ մի փոքր անդրադարձ կատարենք ինչ է արբիտրաժը։ Միգուցե այսպես շատ տրիվիալ հարց եմ տալիս, բայց վստահաբար մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների մոտ շատ դեպքերում սա անհասկանալի թեմա է եւ ամենակարևորը այն գիտելիքի պակասը կա, թե երբ կարող է քաղաքացին դիմել արբիտրաժի կամ որ դեպքում ենք մենք այս խնդրին բախվում եւ այս ծառայությունից օգտվելու անհրաժեշտություն ենք ունենալու։ Երևի Լիլի դուք նշեք, հետո Տաթևիկը նաև լրացնի։ Տենց անենք արբիտրաժը, տեսեք, այո, գուցե արբիտրաժը հասարակ քաղաքացիներին, ովքեր որ բիզնես վեճեր օրինակ չեն ունենում, ավելի քիչ ծանոթ լինի, բայց դա ոնց ասեմ, զարմանալի չի եւ այնպես չի որ դա ազդում է օրինակ արբիտրաժի զարգացման վրա, որովհետեւ արբիտրաժը լավ, եկեք սկսենք նայել թե ինչ է արբիտրաժը։ Արբիտրաժը վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմ է։ Ինչ է սա նշանակում։ Վեճերի լուծումը տրադիցիոն մեխանիզմ է որպես այդպեսին, դա դատարանների միջոցով օրինակ վեճերի լուծումն է։ Այսինքն օրենքով սահմանված կան դատարանները շատ վաղուց եղել են եւ ես էլ դուք էլ գիտենք, որ եթե օրինակ մենք ունեցանք վեճ, դուք կարող եք դիմել դատարան այդ վեճը լուծելու։ Ինչ է արբիտրաժը։ Արբիտրաժը հնարավորություն է տալիս մասնավոր այլընտրանքային ձևով լուծել վեճը։ Այսինքն, օրինակ ես ու դուք կնքում ենք պայմանագիր, որ ես պետք է ձեզ անձեռոցիկ մատակարարեմ։ Պայմանագրում գրում ենք, որ եթե Լիլիթի եւ Ծովինարի միջև լինի վեճ, ոչ թե իրենք գնալու են դատարան տրադիցիոն ձևով, այլ իրենք վեճը լուծելու են արբիտրաժի միջոցով։ Արբիտրաժը որպես այդպիսին ինքը երկու մեծ տեսակի է բաժանվում՝ ինստիտուցիոնալ արբիտրաժ եւ ադհոկ արբիտրաժ, որոնք են սրա տարբերությունները, հա, ինստիտուցիոնալ արբիտրաժը ինչ է։ Կա օրինակ միջազգային առևտրային պալատը, որը մենք նաեւ ներկայացնում ենք ես ու Տաթևիկը այսօր։ Միջազգային առևտրային պալատը ունի արբիտրաժային դատարան։ Միջազգային առևտրային պալատի արբիտրաժային դատարանը եւ տրադիցիոն դատարանները ինչով են իրարից տարբերվում։ Միջազգային առևտրային պալատի արբիտրաժային դատարանը գործը ղեկավարում է, այսպես ասած, գործի քննության ադմինիստրատիվ ղեկավարումն է իրականացնում։ Ոչ թե ICC-ին միջազգային առևտրային պալատը, հա, ոչ թե ինքը վեճն է լուծում, ինչպես դատավորը վեճը կլուծեր, այլ ICC-ին ասում է ես ես կօգնեմ դուք արբիտր նշանակեք, ով որ ձեր վեճի մասին որոշում կկայացնի։ Ու արբիտրը կարող է նշանակվել, մենք մեր համաձայնությունով կարող ենք սահմանել, որ մեր վեճի քարտուղարությունը, այսպես ասած, անելու է միջազգային առևտրային պալատը։ Միջազգային առևտրային պալատը ունի կանոններ։ Նաև մենք մեր համաձայնությամբ գրեթե ամեն ինչ մեր գործի վերաբերյալ, մեր վեճի լուծման վերաբերյալ կարող ենք կարգավորել։ Կարող ենք ասել, որ մենք ուզում ենք, որ մեր արբիտրը լինի անպայման, օրինակ ունենա անձեռոցիկի արտադրության վերաբերյալ կրթություն, հիմա տարօրինակ մասնագիտական ուղղություն կարող է ունենալ, մենք կարող ենք ասել, որ ուզում ենք ունենալ այսքան տարիների փորձ, կարող ենք որոշել, որ ոչ թե մի արբիտր լինի, այլ մի քանի արբիտրեր լինեն։ Օբյեկտիվությունը պահելու համար։ Ինչի եմ այս օրինակները բերում։ Արբիտրաժը հնարավորություն է տալիս մեզ անգլերենով լավ խոսք է tailor անել, այսինքն վեճի լուծումը հարմարացնել մեր հնարավոր վեճի պայմաններին։ Այսինքն եթե մենք գիտենք, որ եթե մենք վաղը վեճ ունեցանք, այդ վեճը լինելու է անձեռոցիկի որակի մասին, մենք այսօր կարող ենք որոշել, որ մենք ուզում ենք X կամ Y մասնագետը մեր վեճը լուծի։ Այս մեզ հնարավորություն է տալիս բիզնես իրավահարաբերություններում հատկապես վստահ լինել, որ եթե վեճ առաջանա, ինչը կարող է առաջանալ։ Մեր վեճ կքննի մարդ, ով որ բովանդակային առումով ավելի օրինակ մասնագիտացումը բովանդակային առումով ավելի հարմարեցված կլինի։ Ամփոփելով, արբիտրաժը դա վեճը լուծելու այլընտրանքային մեխանիզմ է, մասնավոր մեխանիզմ է, որը որ հնարավորություն է տալիս կողմերին իրենց վեճը, հնարավոր վեճը, որ իրենց մեջ կառաջանա, կամ վեճը, որ արդեն առաջացել է ժամանակ կարող են համաձայնագիր կնքել, վեճը ուղղել արբիտրաժի կողմից լուծման։ Կրկնում եմ, սա մասնավոր է, սա պետական չի։ Մի բան եմ ուզում ուշադրություն հրավիրել բոլոր նրանց, ու եթե միակ բանը իմ այսօր ամբողջ խոսացածից մեր ռադիոլսողները եւ դիտողները կհիշեն, դա հետեւյալն է։ Արբիտրաժը երբեմն գովազդվում է որպես, դե օրինակ դուք
դուք պետական դատարաններին չեք վստահում, ուրեմն գնացեք արբիտրաժի միջոցով վեճը լուծեք։ Դա միֆ է եւ դա ճիշտ չէ։ Վեճը լուծել արբիտրաժի միջոցով չի նշանակում դատարաններին չենք վստահում, մի կողմ թողենք գնանք արբիտրաժ։ Պարզապես այնտեղ ծանրաբեռնվածությունն է շատ եւ այլն։ Բազմաթիվ պատճառներ կան, բայց ամենակարևորը միշտ պետք է հիշել, որ արբիտրաժը եւ դատարանը իրար շատ մոտիկ են աշխատում, դատարանը անգամ արբիտրաժի գործընթացում շատ մեծ դեր ունի եւ արբիտրաժ գնալ չի նշանակում մոռանալ դատարանների մասին եւ դատարաններից ընդհանրապես հեռանալ, հա։ Իրենք իրար հետ աշխատում են եւ օգնում են։ Չի կարելի ասել, որ գնացեք արբիտրաժ, եթե դատարանին չեք վստահում։ Մենք գնում ենք արբիտրաժ, որտեղ արբիտրաժը որոշակի ավելի օգտակար հատկանիշներ կունենա, Տաթևը, եթե կուզի շարունակել։ Հա, իհարկե, ամենաառաջինը ես կնշեմ այստեղ հատկանիշներից, որ գաղտնիությունը ապահովված է արբիտրաժի ոլորտում, իսկ մենք գիտենք բիզնեսում կոնֆիդենցիալությունը դա շատ կարևոր երևույթ է եւ բնականաբար արբիտրաժում միանշանակ ինքը գնում է կոնֆիդենցիալ գաղտնի մինչև այնքան ժամանակ, որ կողմերը չեն համաձայնում բացահայտել, այսինքն լսումների փուլ, փաստաթղթեր եւ ընդհանրապես վեճի վերաբերյալ ոչ մի տեղեկություն հասարակությունը չունի, ինչը ըստ էության շատ կարեւոր է սկսնակ, միջի եւ խոշոր բիզնեսների համար այս դեպքում։ Բավականին այսպես մանրամասը ներկայացրեցիք, այստեղ ինձ մոտ լրացուցիչ հարց առաջացավ, արդյոք Հայաստանում, քանի որ մեր միջավայրի մասին ենք խոսում, ինքը շատ ավելի այսպես ջենտլմենական պայմանավորվածության կտոր չունի, արդյոք վստահության բան ունի, որ եթե դատարանի մասնակցություն չկա, մենք գնանք արբիտրաժով Դատարանի մասնակցություն կա հենց այդ հարցը, ես պատասխանեմ շարունակես։ Հետևյալն է, տեսեք, ինքը օրենքով սահմանված է, որ արբիտրաժի որոշումը դա պարտադիր է։ Այսինքն ոնց է լինում, մենք ունենք արբիտրաժի մասին օրենքը, ճիշտ եմ, չէ՞։ Առևտրային արբիտրաժի մասին օրենքը։ Այդ առևտրային բառը ինքնալես մեզ շատ է խանգարում, կանրադառնանք հետո։ Հա, առևտրային արբիտրաժի մասին օրենքը, որը այսինքն իր հիմքում պետք է առևտրային առարկա լինի, հա, եթե դա չէ, ապա չի վերաբերել լինեն։ Որոշակի սահմանափակումներ կան, թե որ գործը չես կարող արբիտրաժի միջոցով լուծել, բայց Արբիտրաժի մասին օրենքը ասում է, որ եթե ձեր արբիտրաժային համաձայնությունը ու ձեր արբիտրաժի գործընթացը համապատասխանում է այս հատկանիշներին եւ այս պահանջներին, ապա դուք կարող ես գնալ դատարան եւ դատական կարգով հարկադիր կատարման ենթարկել այդ որոշումը։ Ասեմ ավելին, սրան կարծում եմ կանդրադառնանք դեռ Հայաստանի իրավիճակը քննարկելիս, անգամ այսօր մեր օրենքով սահմանված է, որ կան որոշակի արբիտրաժի որոշումներ, ինստիտուցիոնալ արբիտրաժ մինչեւ 5 միլիոն դրամ, 5 ճիշտ եմ, չէ՞, ասում 5 միլիոն դրամ, որը անգամ ոչ թե դատարան է գնալու եւ դատարաններ կատարողական թերթ, այսպես ասած, ԴՀԿ-ի համար տալու, այլ ինքը ուղիղ արբիտրաժային կենտրոնը, ինստիտուցիոնալ արբիտրաժային կենտրոնը ուղարկելու է հարկադիր կատարման։ Այսինքն, եթե օրենքով սահմանված ոչ շատ լայն չեն, բավականին կոնկրետ սահմանափակումներ կան եւ պահանջներ, բայց եթե այդ պահանջները պահանջներին հետևում ենք, ապա այդ արբիտրաժի որոշումը ենթակա է հարկադիր կատարման։ Այսինքն մենք այստեղ չենք խոսում դե հավաքվենք եւ ոչ մի բան չի լինի։ Եթե օրենքին համապատասխան է ամեն ինչը արվում, ապա դա հարկադիր ինքը ըստ էության հավասար է օրինական ուժի մեջ մտած դատական ակտին։ Շատ լավ։ Այստեղ հաջորդ կարևոր հարցն եմ ուզում տալ, Տաթևիկ, կուզենամ մի փոքր դուք դրա մասին նշեք։ Բնականաբար արբիտրաժի հարցերին առնչվում է եւ մասնավոր հատվածը եւ պետական հատվածը։ Մենք այստեղ ինչ պատկեր ունենք, այսինքն Հայաստանում որքանով են օրինակ գործարար միջավայրում կարևորում ու նաեւ կիրառում, հա, կարևորել դեռ դա հարցի մի կողմն է, արբիտրաժի դերը ինչ այսպես պատմություններ ունենք ու նաեւ պետական համակարգում, քանի որ ինքը երկու հատվածներին էլ առավելապես առնչվում է, եթե մենք համեմատենք վերջնական սպառողի հետ, քանի որ ըստ էության մասնավոր սեկտորում, մասնավոր ասել կուզեմ անհատների դեպքում մի քիչ ավելի քիչ է այսպես դիմելու հավանականությունը։ Բնականաբար նշեմ, որ մեր հանձնաժողովը ունի առաքելություն նաև վեճերյալ ընտրանքային լուծման մեխանիզմները խթանելու, տարածելու Հայաստանի Հանրապետությունում եւ վեճերի լուծման այլ ընտրանքային մեխանիզմներ, երբ որ մենք ասում ենք, միայն չպիտի հասկանանք արբիտրաժ, այլ ինքը իր մեջ ունի բանակցություններ, հաշտարարություն եւ արբիտրաժ, հա, սրանք են հիմնականներն են, որոնք մենք ունենք եւ բնականաբար հանձնաժողովը ամեն ինչ անում է բիզնես համայնքին ներկայացնելու վեճերյալ ընտրանքային
աշխատանքային լուծման մեխանիզմները, որը որ ավելի արդյունավետ կլինի իրենց բիզնես գործունեության համար, բոլոր առումներով, ինչը որ Լիլիթը արդեն իսկ նշեց, եւ իրականում գործնական համայնքում այսօր մենք շատ բացեր ունենք, ճիշտ է, մենք աշխատանքներ տանում ենք բոլոր ոլորտներում, բայց իրականում մենք բացեր ունենք հատկապես որոշակի բիզնես ոլորտների համար, քանի որ այս պարագայում միայն ֆինանսական կազմակերպություններն են այս պայդրությամբ գնում արբիտրաժի միջոցով վեճերի լուծման ընտրությանը, բայց շատ դեպքերում մենք ունենք այլ բիզնես հարաբերություններ, ոլորտներ, որոնք որ պիտի վեճերը լուծեն, կարող են առնվազն եւ դա իրեն շատ կօգնի։ Եվ տեղյակ չեն, եւ ինչ որ միտեղ էլ որ ասում ես կա հանրային ընկալման անվստահության ֆոն, մի շարք պատճառներով։ Ամենառաջինը գիտելիքի պակասն է, վստահաբար։ Գիտելիքը տրամադրում ենք, իրականում բացատրում ենք մատչելի տարբերակով, բայց ամեն դեպքում բիզնես համայնքը, գործարար համայնքը մի փոքր վերապահումով է մոտենում։ Տեսեք, եթե կարելի է մի բան լրացնեմ, էլի սրա հետ կապված, մենք արբիտրաժի քիչ տարածվածությունը մի քանի մակարդակներում խնդիր ունի։ Ամենաբարձր մակարդակը դա պետական քաղաքականության մակարդակն է, հա, այսինքն ռետորական հարց, որն է պետական քաղաքականությունը, policy-ն այսպես ասած, արբիտրաժի ոլորտում։ Մի քայլ հետ գնամ։ Ոնց է արբիտրաժը առասարակ Հայաստանում զարգացել։ Ես ամենասկզբում ներկայանալուց ասի, ես արբիտրաժով զբաղվում էի, մինչև դա mainstream էր Հայաստանում։ Ես երբ որ վերադարձա Հայաստան, սկսեցի արբիտրաժով տենց հետաքրքրվել, ինչ պատկեր ունեցա, ու կարծում եմ Տաթևներն նույն պատկերը ունեցել էին զուգի, եթե սխալվում եմ։ Արբիտրաժը լավ էլ տարածվեց էր Հայաստանում, բայց դա օգտագործվում էր որպես բանկերի եւ ֆինանսական այլ կազմակերպությունների կողմից իրենց եւ իրենց հաճախորդների միջև վեճերի լուծման ձև։ Այս պարտքերի հավաքագրում, հա, կոչենք այդ ամբողջ գործընթացը, որի շրջանակներում հավաքվում են բանկերի եւ ֆինանսական կազմակերպությունների, օրինակ վարկային կազմակերպությունների կողմից իրենց սպառողներին տրված վարկերը։ Այս պարտքերի հավաքագրման գործընթացում էր օգտագործվում։ Ինչ էր լինում։ Բանկը օրինակ վարկի պայմանագրում նշում էր, որ բանի հաճախորդի եւ բանկի միջև վեճերը լուծվելու են արբիտրաժի միջոցով, կար արբիտրաժային մի հատ կենտրոն, որը որ аффилиացված էր կամ аффилиացված չէր բանկի հետ, հենց վեճեր լինում, բանկը գնում էր այդ արբիտրաժային կենտրոնիները դիմում, արբիտրաժային կենտրոնը տալիս էր որոշում, որը ոնց որ քննարկեցինք օրենքի համաձայն, առաջին հայացքից արդեն պարտադիր որոշում է, եւ գնում էր հարկադիր կատարման։ Սրա ֆոնին մարդկանց համար, սպառողի համար, ով որ ծանոթ չէր այդ գործընթացին, չգիտեր ինչ է արբիտրաժը, միանգամից շատ բացական բան էր լինում։ Իրենք ով տեղյակ չէր դրանից, ուներ տպավորություն, որ առանց դատարանի հարկադիրի թուղթ է եկել, կներեք բանի խոսակցականի համար, այս ինչ է, այս ինչ վատ բան է արբիտրաժը, եւ արբիտրաժի շատ նեգատիվ բան կար։ Սիրելի ռադիոլսողներ, սիրելի ծովիներ, դա ճիշտ չէ, արբիտրաժը դա չէ, այ դա արբիտրաժի ամենավատ օրինակն է եւ հենց դա է խանգարում։ Նաեւ վստահության բանն է այստեղ անկում ապրում, հա։ Վստահաբար վստահության հարցն է, որովհետեւ երբ որ ասում են արբիտրաժ, ասում են, հա, արբիտրաժով դատարան բանկը առանց դատարան գնալու իստից գումար։ Հիմա որպեսի կիսատ չլինի, հա, ես ասածս։ Ինչ եղավ սրանից հետո, իհարկե պետությունը հասկացավ, որ այստեղ խնդիր կա, փոփոխվեց սպառողների մասին օրենսդրությունը եւ սպառողների շահերի պաշտպանությունից ելնելով օրինակ կարգավորում սահմանվեց, որ եթե սպառողի հետ պայմանագրում սահմանված է արբիտրաժային համաձայնություն, անգամ եթե սահմանված է, սպառողը էլի դատարան կարող է գնալ, որպեսզի համոզվեն, որ այնպես չի, որ ոնց է, հա, վարկային պայմանագիրը լինում։ Ես տեսնում եմ, որ կա վարկային պայմանագիր, նայում եմ վեճերի լուծման դրույթը ամենավերջինն է, որ կարդալու եմ։ Ոչ ոք չի կարդում դա, ոչ ոք չի կարդալու, ու եթե անգամ կարդում ես պայմանագիրը, դու այնտեղ ավելի էական տոկոս գումար եւ այլ հարցեր ունես, դա չեն կարդում։ Եվ դրանք միանալու պայմանագրեր են կոչվում, հա, որ տիպային ձևը կա, ես գնում եմ ստորագրում եմ, ու օրենքը փոխվեց եւ այնտեղ սահմանվեց, որ անգամ եթե արբիտրաժային համաձայնություն կա քո միանալու պայմանագրում քո սպառողի հետ, դու ինքը էլի կարող է գնալ դատարան դիմել։ Փորձեցին հնարավորինս մի քիչ մեղմել, հա, այս խնդիրները, բայց այստեղ ամենամեծ կարմիր դրոշակը, որ մենք ունեցանք, վերադառնալով իմ այն հարցին, թե որն է պետական քաղաքականությունը արբիտրաժի ոլորտում։ Ես որպես արբիտրաժի մասնագետ պնդում եմ, եւ մեր հանձնաժողովի անդամները կարծում եմ հետ կհամաձայնեն, որ չի կարող արբիտրաժի վերաբերել եւ չպետք է պետական քաղաքականությունը լինի, որ մենք արբիտրաժը օգտագործում ենք որպես պարտքերի հավաքագրման գործիք։ Ցավոք սրտի վերջի տարիների օրենսդրական փոփոխությունները ցույց են տալիս, որ
պետությունը օգտագործում է արբիտրաժը դատարանները բեռնաթափելու համար, արբիտրաժը օգտագործելով ուղղակիորեն որպես պարտքերի հավաքագրման գործիք։ Ու նաև ընկալման խնդիր ենք ունենում, որովհետև այսինքն վեճի հիմքում պետք է միայն պարտքը լինի։ Եթե դու ունես այլ խնդիր, հետեւաբար արբիտրաժը քո խնդրի լուծում չէ։ Այս դեպքում արդյոք սկսում են չվստահել արբիտրաժին, որովհետև ինքը ոնց ասեմ, պետական քաղաքականությունը գնում է նրան, որ արբիտրաժը դա պարտքերի հավաքագրման գործիք է, ինչը ակնհայտորեն այդպես չի։ Եվ ինչ օրենսդրական փոփոխությունների մասին եմ խոսում, ես համանդրականության լուրջ խնդիր եմ տեսնում, բայց չծանրաբեռնեմ հիմա այդ քննարկման, բայց ինչ փոխվեց, ամենասկզբում դա նշեցի, որ փոխվեց, որ մինչև 5 միլիոն դրամ պահանջները կարող է Եթե հասարակ պայմաններում ես ունենում եմ արբիտրաժի որոշում, գնում եմ դատարանում իրեն հարկադիր կատարման համար դիմում եմ տալիս, լոկալ արբիտրաժի մասին է խոսքը, եւ հետո ուղարկում եմ իրեն հարկադիր կատարման ԴՀԿ, այս դատարանի շղթան անգամ հանվեց, ստացվեց, որ արբիտրաժային կենտրոնները իրենց որոշումները ուղարկում են միայն հարկադիր կատարողին, անգամ դատարանը այդ շրջանակից դուրս եկավ։ Ու ինչ եղավ, հիմա բիզնեսի մի շարք ներկայացուցիչները շատ լավ արդեն ծանոթ են արբիտրաժին, որպես իրենց պարտքերի հավաքագրման հարմար գործիք, էլ դատարան գնալու կարիք չկա, արբիտրաժով դա հեշտ կլուծենք։ Հաճախորդն էլ իրազեկվում է, երբ ԴՀԿ-ն ուղղակի կալանք է դնում իր հաշիվների վրա։ Ենթադրվում է, որ ինքը պետքա ծանոթված լինի արբիտրաժային գործընթացում, ենթադրվում է, որ որոշակի բաներ կան, բայց ինչ եմ ուզում ամփոփել այս ասածովս, մենք ստեղ ունենք երկու էական խնդիր։ Այնքան ժամանակ մինչև պետական քաղաքականությունը գնում է արբիտրաժը որպես պարտքերի հավաքագրման գործիք օգտագործելը promote անելուն, առաջ մղելուն, մենք արբիտրաժի զարգացում չենք ունենալու։ Եվ երկրորդը Երկրորդը մոռացա։ Պետական քաղաքականությունը պետքա փոխվի, ամփոփելով այսքանը կարող եմ ասել այս պահին։ Շատ լավ, ինչ է պետք անել։ Տաթևիկ, ոնց որ Լիլիթը ավելի շատ խոսեց խնդիրների մասին եւ այն բացերի մասին, որ մենք ոլորտում ունենք, իրականում բավականին հետաքրքիր ու արդյունավետ գործիք է։ Եթե դու կարողանում ես ոնց որ տիրապետել այդ ոլորտում գիտելիքի փորձի, բայց ինչ է պետք անել։ Ամենաառաջինը կրթել երիտասարդ իրավաբաններին, երիտասարդ սերունդից պիտի սկսենք։ Ճիշտ է, գործարար համայնքի հետ մենք պիտի աշխատենք, ամեն դեպքում այդ աշխատանքները ընթացիկ գնում են, հա, բայց մենք կարծում ենք, որ ամենաառաջինը պիտի երիտասարդ իրավաբաններին կրթենք, որպեսզի իրենք ծանոթ լինեն, որ վեճ ունենալու դեպքում չեն գնում դատարան պարտադիր։ Անգամ արտապայմանագրային հարաբերությունների դեպքում էլ եթե ուզում են գործարարները իրենց հարաբերությունները պահպանեն, կարող են նույնպես այդ պարագայում համաձայնության դեպքում գնալ վեճերի լուծման այլընտրանքային տարբերակները։ Ես իմ ուսանողներին միշտ ասում եմ, միջև դատարան գնալը հավատացնում եմ ձեզ կա բանակցությունների փուլ, որի ընթացքում ավելի արդյունավետ որոշումների կգա կհասնենք լուծումների, քան թե եւ ավելի էժան, քան թե օրինակ ասենք դատարանում միանգամից գնաք ու ներկայացնեք մնացած ծախսերը բիզնեսի վրա այդ բառը դրվի։ Ամենաառաջինը դա կարծում եմ եւ երկրորդը շարունակական կրթությունը գործարար համայնքին, որ հատկապես օրինակների հիման վրա, որ տեսեք սա ամենաարդյունավետ տարբերակն է, որը որ գործարար համայնքը ուղղակի կարող է միայն օգուտներ քաղել։ Համապատասխան աշխատանքներ ծանոթացնող սիմուլյացիոն օրինակներով իրենց տրամադրում ենք արբիտրաժային համաձայնության ձևեր, օրինակ միջազգային առևտրային պալատի համաձայնագրի ուղղակի տիպային նմուշը տրամադրում ենք բիզնես մեր գործընկերներին եւ ընդհանրապես այն շրջանակների հետ ում հետ որ աշխատում ենք, որը որ որոշակի չափով, այսպես ինչ որ որոշակի աշխատանքներ թեթևացնում է, հա, եւ հանրությունը ըստ էության ծանոթանում է եւ դրանց հասնելու համար շատ հաճախակի միջոցառումներ ենք իրականացնում, բացի այն դասախոսությունները, որ Լիլիթը կամ ես անում ենք, իրականացնում ենք նաեւ բաց դասախոսություններ, միջոցառումներ, քննարկումներ եւ երիտասարդ սերունդի հետ, ինչպես նաեւ գործարար համայնքի հետ, այդ միջոցառումների միջոցով մենք կարողանում ենք հասնել այդ ամեն ինչին։ Շատ լավ, իսկ պետական համակարգում մասնավորի խնդիրը ինչպես հասկացանք մի փոքր ավելի հեշտ է լուծել կրթությամբ։ Ես մի բան մենակ լրացնեմ, եթե կարելի է, եւ նոր բան գնանք, հա, ես միշտ հորդորում եմ եւ իմ գործընկերներին եւ կրթել իրավաբաններին, ում հետ համալսարանում օրինակ ուսանողների հետ առնչվում եմ, արբիտրաժի չդիմել եւ դատական կարգով վեճը լուծելը հեշտ տարբերակն է, որովհետեւ տենց բանը ոչ ման չանելը միշտ ամենահեշտն է, հա, ոչ ման չես անում, կարող ես գնալ դատարան, բայց ես վստահացնում եմ, որ այն դեպքում, երբ որ արբիտրաժը իրականում ձեզ օգտակար կարող է լինել, պետք է օգտվել դրանից, դա գործիք է, որը որ կարող է շատ օգնել
բազմաթիվ խնդիրներ լուծել, ես չեմ ասում, որ բոլոր դեպքերում պետք է գնալ արբիտրաժ։ Բայց հնարավորություն է, որից պետք է օգտվել։ Պետք է իմանալ, թե ինքը երբ կարող է ձեզ օգտակար լինի, հենց որ ուսանողների եւ ջահել իրավաբանների դերը այստեղ շատ մեծ է, հա։ Նաեւ ոչ իրավաբանների, օրինակ մենք հնարավորինս հանձնաժողովում փորձում ենք նաեւ ICC անդամների հետ, այլ բիզնեսի այլ ներկայացուցիչների հետ, որովհետեւ հատկապես ավելի փոքր բիզնեսում որոշում կայացնողը միշտ մենեջմենտն է, հա, CEO-ն կամ տնօրենը իրենց էլ փորձում ենք հնարավորինս սովորեցնել, կրթել եւ տեղեկացնել, որ նման գործիք կա, բայց այսինքն առնվազն պետք է իմանալ, որ այդ հնարավորությունը կա եւ իմանալ, որ եթե պետք է դա կարողանալ օգտագործել, հա, մի զլացեք, նայեք, սիրելի ուսանողներ, նայեք, սովորեք, որտեղ դա վստահաբար օգտակար է լինելու։ Պետականի վերաբերել հարցրիք ու իրականում պետականի մասին խոսելիս պետք է շարունակեմ պատասխանը ինչ անել եւ ոնց զարգացնել։ Ուրեմն մի հատ ընդհանուր եւ մի հատ մասնավոր հարց պետք է այստեղ ուշադրություն դարձնել։ Ինձ երբ որ ասում են, լավ, ինչ անենք, որ արբիտրաժի միջոցով վեճերը շատ լուծվեն Հայաստանում, բացի այս պարտքերի հավաքագրման թեմայից, որ խոսեցինք, Էլի պետքա պետական քաղաքականությանը վերադառնամ։ Արբիտրաժի զարգացումը բազմիցս մեր պետական քաղաքականության մեջ է, արբիտրաժի զարգացումը եւ տարածումը, ես ինչպես եմ կարծում դա պետքա լինի։ Քանի դեռ պետությունը չի տվել ուղիղ մեսեջ, որ ինքը վստահում է արբիտրաժին եւ ինքը ցանկանում է վեճերը լուծել, պետական վեճերը լուծել, օրինակ պետական գնումների, հա, օրինակը բերեմ, պետական գնումներից բխող վեճերը լուծել արբիտրաժի միջոցով, բավականաչափ չի զարգանալու արբիտրաժը։ Ինչպես սա կարող է օրինակ արտահայտվել, հա, պետական գնումների տիպային պայմանագրեր ունենք։ Եթե օրինակ այնտեղ հնարավորություն լինի պետական գնումներից բխող պետական գնումների արդյունքում կնքված պայմանագրերում վեճերի լուծման մեխանիզմը լինի ոչ թե դատարանը, այլ արբիտրաժը, բազմաթիվ մարդիկ ովքեր նայում են այդ եւ կնքում են այդ եւ շատ մասնակցում են, այո։ Եվ շատ մասնակցում են, իրենք կստանան մեսեջ։ Պետությունը վստահում է արբիտրաժին, դու էլ վստահի արբիտրաժին։ Իսկ մենք այսօր հակառակն ենք տեսնում, որ բոլոր տեղերում դատարանն է, գուցե սխալվեմ վերջի ժամանակը չեմ նայել այդ պայմանագրերը, բայց կարծում եմ, որ լիներ ու առնվազն գործընկերներից հետ ամիստ քննարկում ենք, կարծում թե սա չի փոխվել, որ պետական գնումների պայմանագրերում օրինակ, դա տիպային ձևը, default-ը այսպես ասած, դա դատարանն է։ Առաջինը պետքա պետությունից գա մեսեջ, որ պետությունը վստահում է արբիտրաժին։ Իմ կարծիքով դա էականորեն եղանակ կփոխի։ Եվ մեկ էլ բանի եմ ուզում անդրադառնանք։ Ցավոք սրտի որոշ տեղերում սա որպես մասնագետ իմ կարծիքն է, որ երբեմն իրականությունը եւ հայտարարությունները եւ իրականությունը իրար չեն համապատասխանում, հա։ Արբիտրաժի մասին հիմա բոլորը շատ են խոսում։ Էականորեն ավելի շատ, քան օրինակ, չգիտեմ, 7 տարի առաջ, 5-ից 7 տարի առաջ, հիմա խոսում են բոլորը այդ մասին, բայց մենք էլի չենք, բայց իրականությունը մի քիչ այլ է։ Մի խնդրի եմ ուզում ուշադրություն հրավիրել։ Ես վստահ եմ, որ վերջերս եթե դուք կամ մեր ռադիոլսողները լսել են արբիտրաժ բառը առհասարակ, լսել են Ստոկհոլմի արբիտրաժի հետի եւ այդ հետ պետություն վեճի շրջանակներում, որտեղ որ Ստոկհոլմի արբիտրաժը որոշում կայացրեց։ Չեմ ուզում անդրադառնալ ու դրա մասին չի մեր քննարկում առհասարակ, բայց մենք ինչ տեսանք։ Մենք տեսանք, որ պետությունը ասաց, ես կա պետության դեմ կայացված արբիտրաժային որոշում եւ ես դա չեմ կատարում։ Չեմ վստահում։ Չեմ կատարում։ Գնացեք հարկադիր կատարման, եթե չեմ սխալվում, այդպեսին էր մեսեջը, որ գնացեք հարկադիր կատարման թերթիկ, այսպես ասած, բերեք, կկատարենք։ Չեմ ուզում հիմա անդրադառնալ արդյոք դա իրավաչափ թե չէ, արդյոք նման բան իմ կարծիքն է, որ չի կարող, պետք չի հարկադիր կատարման թերթիկ, որ պետությունը արբիտրաժի իր դեմ որոշումը կատարի, բայց դրան հիմա չանդրադառնանք, հա, այդ լրիվ ներդրումային արբիտրաժի հետ կապված այլ բան է։ Բայց ինչ մեսեջ ստացավ հասարակությունը, ստացավ, որ կա արբիտրաժի որոշում, պետությունը չի կատարում այդ որոշումը։ Էլ ինչ արբիտրաժ է, լավ է լուրջ վերաբերվելու արբիտրաժին։ Այսինքն, երբ որ մենք տեսնում ենք պետական մակարդակում ուղիղ մեսեջ մենք այդ որոշումը չենք կատարելու, ապա մենք կարող ենք մոռանալ արբիտրաժի զարգացման մասին։ Կարող ենք էլ որևէ բան, որևէ ներդրում պետական, որևէ արբիտրաժը փորձել առաջ խաղացնել, կարելի է ընդհանրապես մոռանալ դրա մասին, որովհետև մի հայտարարությունը, որ մենք այդ որոշումը չենք կատարելու, շատ մի քանի տարի հետ գցեց արբիտրաժի զարգացումը մեր երկրում։ Ուստի վերադառնալով երկու բան եմ ուզում ամփոփելով ասել։ Արբիտրաժը դա վեճերը լուծելու մասնավոր պայմանագրի հիման վրա կառուցակարգ է, բայց արբիտրաժի զարգացման համար էական մեծ դեր ունի պետության հետաքրքրությունը, որ դա ռեալ զարգանա, եւ դա ոչ թե լինի մենք դատարանները պետքա բեռնաթափենք այս արբիտրաժի
միջոցով եկեք են վատ գործերը գցենք թող արբիտրաժի վրա ընկնի, այլ դա պետք է լինի պետական հետաքրքրվածություն ռեալ իսկական արբիտրաժը զարգացնելու։ Այս պահին այդ մասով ցավոք ինչպես նշեցի բազմաթիվ խնդիրներ ունենք, it's a work in progress։ Իսկ Տաթևիկ, ինչ ընթացիկ նախագծեր ունեք, նշեցիք, որ օրենքում մեկ առևտրային արբիտրաժը արդեն ինչ որ հարցերում խանգարում է, սահմանափակում է եւ այլն, ինչ նախագծեր կան հենց այս պահին սեղանին դրված, որոնք որ կարիք ունեն ուսումնասիրման, վերլուծման, ինչու ոչ ներդրման։ Հենց մի շարք արբիտրաժային կենտրոնների հետ նախկինում, որի հետ որ ես համագործակցում էի դրա շրջանակում եւ մյուս կենտրոնների հետ Արտադատության նախարարությունը օրենսդրական զարգացման կենտրոնի հետ նախաձեռնել էր, որ առևտրային արբիտրաժի մասում համապատասխան փոփոխություններ իրականացվի, որի շրջանակում մենք ինքներս, ես որպես գործող արբիտր, իմ մասնագիտական կարծիքը տվել եմ եւ կարծում եմ այս պայդրությամբ դա քննարկման փուլում է, այդ փոփոխությունները, առաջարկությունները քննարկման փուլում են եւ հուսանք, որ նման առաջարկությունները կդիտարկվեն եւ բնականաբար օրենքի փոփոխությամբ մենք ունենանք ավելի լավ բարենպաստ արբիտրաժային միջավայր, որը որ բնականաբար հանրային վստահությունը կշատացնի, կբազմացնի նաև վեճերի քանակը, ոլորտների շրջանակը, որը որ բնականաբար արդեն իսկ ունենանք զարգացած արբիտրաժային հասարակություն։ Շատ լավ, նախավերջին հարցն եմ ուզում ուղղել, 10 դատական գործերից կամ խնդրահարույց գործերից քանիսն է գնում արբիտրաժ։ Խոսքով հնարավոր չի այդ հարցին պատասխանել, հնարավոր է։ Կա վիճակագրություն այդպեսի։ Վիճակագրություն վստահաբար չկա, տեսեք ինքը ավելի շատ ոլորտային ոնց ասեմ, երբ որ օրինակ մենք ունենք միջազգային ներդրողով, որ գալիս հայկական ընկերության հետ պայմանագիր կնքի, 99% դեպքերում վեճերի լուծման մեխանիզմը 99-ը շատ եմ ասում, 90% դեպքերում լինելու է արբիտրաժ, որտեղ է նոտարիկրան ներդրողը գիտի արբիտրաժը ինչ է, ինքը չի ուզում գնա դատարան, ինքը ուզում է արբիտրաժի միջոցով լուծել, որտեղ գիտի թե դրա դրական կողմերը որն են։ Հայաստանում դատարան կգնա այն գործերը, դատարան չի գնա այն գործերը, որ հիմա միջև 5 միլիոն դրամ է, որտեղ խոսեցինք այդ օրենսդրական փոփոխության մասին, բայց ես կդժվարանամ ասել, թե քանի տոկոսն է։ Իմ հաճախորդներին ես շատ ակտիվ խորհուրդ եմ տալիս արբիտրաժ գնալ, բայց ցավոք սրտի չեմ կարող դրա հիմա վրա ստատիստիկա ասել, դու կարող ես։ Եթե ներպետական արբիտրաժի մասին խոսենք ու ֆինանսաբանկային ոլորտը, բոլոր ֆինանսական կառույցները, որոնք որ ըստ էության դիմում են ու փորձառությունը, հա, ես կասեմ գերակշռող մասը թերևս ընտրում են վեճերի այլընտրանքային լուծման տարբերակից արբիտրաժը եւ այստեղ մի հատ խնդիր ունենք, Լիլիթը ամենասկզբում ասեց, որ ունենք ինստիտուցիոնալ եւ ad hoc արբիտրաժ, այդ միջև 5 միլիոն հայցագները երբ որ ավտոմատ կերպով գնում են ինստիտուցիոնալ արբիտրաժ, այստեղ ad hoc արբիտրաժը ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում չի գործում այս մասով, որովհետեւ բնականաբար բիզնեսները, ֆինանսական կազմակերպությունները ասում են, որ եթե օրինակ գնա ad hoc արբիտրաժով, արդեն իսկ կատարման փուլում մենք ստիպված ենք գնալ դատարան ճանաչման ու կատարման։ Սա էլ մի խնդիր է այդ մասով, որ արբիտրաժը իր բոլոր ուղղություններով չի հասցնում զարգանալ եւ միայն ինստիտուցիոնալ արբիտրաժը պարտքերի հավաքագրման բեստեյության զբաղված։ Շատ լավ, բավականին հետաքրքիր լայն Մարսելու այսպես թեմա է, բայց նաև կարևոր լուսաբանման տեսանկյունից, քանի որ ինչպես նշեցինք, շատ ոլորտների, շատ գործիքների չկիրառելիության հիմքում վստահաբար ընկած է գիտելիքի կրթության պակասը։ Հիմա մեր ռադիոլսողները, ռադիոդիտողները դիտեցին, լսեցին, պատկերացում կազմեցին, մի փոքր գիտելիք վերցրեցին, ինչպես դիմել, որտեղ դիմել, եթե Իհարկե ցանկալի է որ երբեք չառնչվեն նման հարցերի, բայց մի քիչ իրատեսական ենք նայում, այո։ Դուք կմնաք առանց գործ, ուր դիմեն։ Ես խորհուրդ կտամ որպես առաջին քայլ դիմել ICC հայաստանյան գրասենյակին։ Մեզ կարող եք գտնել LinkedIn-յան էջը, փորձում ենք հնարավորինս ակտիվ վարել LinkedIn-յան էջը, ICC եւ ICC Հայաստան ունի LinkedIn-յան էջ եւ վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովը, կարող եք LinkedIn-ի միջոցով ամենաարագ հնարավոր լինի կապվել, նաեւ եթե հետաքրքիր կլինի կոնցերն դիալոգի գրասենյակի որտեղ ես գործընկեր եմ, վեբսայթում հրապարակումներ բաժնում ունենք հրապարակումներ տարբեր ոլորտների վերաբերյալ, այդ թվում արբիտրաժի վերաբերյալ հրապարակում ունենք,
միջազգային հրապարակման հարթակում ներկայացված, որը որ հարց ու պատասխանի միջոցով շատ մանրամասն տեղեկատվություն է տալիս վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների, այդ թվում արբիտրաժի մասին, ուստի այնտեղ կարող են ինֆորմացիա գտնել եւ LinkedIn-ով ես շատ ակտիվ եմ, եթե ինչ-որ հարցեր լինեն, ուրախ կպատասխանեմ, Լիլիթ Կարապետյան։ Շնորհակալություն։ Ես հավելացնեմ, որ ICC-ին շուտով կայքեջը կգործարկի, այնտեղ ICC-ի կայքինը կարող են հետևել բնականաբար ավելի մանրամասն տեղեկատվություններ ստանալու համար։ Ես ինքս էլ LinkedIn-ում բավականին ակտիվ եմ եւ երրորդ տարբերակը մեր ակադեմիայի էջին կարող են հետևել, որի շրջանակում Resolve Academy եւ կայքեջ ունենք, որի շրջանակում մասնագիտական դասընթացներ են կազմակերպվում ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Հայաստանից դուրս։ Շատ շնորհակալություն ձեզ բավականին հետաքրքիր ու բովանդակալի զրույցի համար։ Մեծ հույս ունենանք ու հավատք, որ իրականում ոլորտը կզարգանա, քանի որ սա եւս կարեւոր է, հատկապես ոչ միայն գործարար ու պետական, այլ նաեւ մասնավոր անհատի մակարդակով, քանի որ մեր կենցաղում էլ վեճերի թեմաները այնքան էլ քիչ չեն եւ սա կարող է լինել իրականում լուծումներից մեկը։ Շնորհակալություն շատ ձեզ։ Մեր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ հիշեցնել, որ գործարար ալիքի եթերում անդրադարձ էին կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին եւ այսօրվա իմ հյուրերն էին Լիլիթ Կարապետյան եւ Տաթևիկը Կարապետյան։ Շնորհակալություն։